Հյուրս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն է, շատ շնորհակալ եմ, որ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Զաքարյան, արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկին իշխանության քաղաքականության տրամաբանական ծնունդներ հաշվի առնելով քաղաքական մշակույթը, որ ձևավորվել էր Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում մինչև Փաշինյանի այսպես կոչված հեղափոխությունը։ Իհարկե ոչ։ Դա ակնհայտ անզեն աչքով, ինչպես ասում են, տեսանելի է, որովհետև նախկին իշխանության քաղաքականությունը բոլորովին այլ բանի մասին էր, այսպես կոչված իշխանությունների ոչ միայն քաղաքականություն, այլ նաև խոսույթ, այլ նաև միտքը, նրանց բերած, գեներացրած քաղաքական օտարշահերը բոլորովին այլ բանի մասին են, այնպես համատության գոնե մեկ կետ անգամ չկա։ Իսկ քաղաքական մշակույթը եւ հասունությունը հասարակության հասունությունը այո, շատերն են փորձում կապել, ասել դե նախորդ իշխանությունների ժամանակ տեղ գտած վատ երևույթների հետևանքն էր սա։ Սոցիալ հոգեբանական իմաստով գուցե կարելի է համաձայնվել որոշ բաների հետ, այո, որովհետև կային երևույթներ, որոնք մերժելի էին նաև մեր իշխանության տարիներին, եւ այդ մերժելի երևույթների դեմ այս փոքր ոնց որ ասում են լուն ուղտ դարձնելով հնարավոր եղավ հանրային դժգոհությունների, այսպես միֆոլոգիական դժգոհությունների ավելի շատ ընկալումների տեսանկյունից, դժգոհությունների, քան դա իրականում կար։ Այդ ալիքը ստեղծել, ստանալ, այդ ալիքի վրա նստացնել Նիկոլին, եթե ինքը չհամաձայնվեր աներ այն ինչ որ հիմա արվել է, մեկ ուրիշին կգտնեին, կնստացնեին այդ ալիքի վրա։ Կարծում եք այդպես գտնելով, Այո, դա հեղափոխություններ, մենք վստահ ենք, որ սա գունավոր հեղափոխություններ արտաքին միջամտություններով։ Իդեպ, շատ ներողություն եմ խնդրում, միջանկյալ կարևոր հարց։ Եթե խոսք գնում է գունավոր հեղափոխությունների մասին, արտաքին գործոնների ներգրավմամբ, եկեք նշենք էլի գոնե թե արտաքին ակտորներին, ովքեր կարող են լինել։ Օրինակ Թուրքիա, ակնհայտ է, չէ՞ որ եւ չեն էլ թաքցնում Հայաստանում տեղի ունեցած 18 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սենց քաղաքագիտական տերմինով ասենք, որտեղ դա հեղափոխություն չէր դասական իմաստով, որովհետեւ գունավոր հեղափոխություններ ուներ որոշակի այսպես երանգավորում։ Իշխանափոխությունը ովքեր են շահել այս շահառու պետությունները, եթե նայենք, տեսնենք նաև ովքեր են եղել դրա հիմնական պատվիրատուները եւ դրա հիմնական այսպես կոչված դոնորները, քաղաքական իմաստով։ Շահել են Թուրքիան, շահել է Մեծ Բրիտանիան, շահել են Ադրբեջանը, շահել են արևմտյան մի շարք երկրներ, որոնք որ նոր հնարավորություն, նոր շանս են տեսել, ինչ որ իմաստով շահել է նաև Ռուսաստանը, այսինքն շահառուները։ Այսինքն եղել է միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու։ Պատկերացրեք, կարելի է ասել, այո, որովհետև նայած որ փուլում, ով որ փուլում, որովհետև բոլորը տեսել են եւ հասկացել են, որ այս իշխանություն կոչվածները իրանք պատրաստ են բոլորի հետ խաղալ, բոլորի շահերը գեներացնել, բոլորին բերել տարածաշրջան, հանուն մեկ նպատակի իշխանության մնալու։ Եվ այս պարագայում յուրաքանչյուր ինչ որ մի պահի շահել է։ Հիմա չեմ ասում, թե Թուրքիան միշտ շահած է, բայց Թուրքիան իրանք էլ ասում են, որ ինչ որ հիմա տեղի ունենում հարավային Կովկասում ամբողջությամբ դրա շահառուն Թուրքիան է։ Օրինակ Միջին Միջանսկի եւ իրանց լեզվով ասած Զանգեզուրի Միջանսկի։ Դե նույն հաջողությամբ Եվրամիությանն էլ կարող եք քննադատել։ Նույն հաջողությամբ Եվրամիությունը իրանք էլ ուզում են Ռուսաստանին դուրս մղել։ Նույն հաջողությամբ մինչև 22 թվականը Ռուսաստանը համարում էր շահառու, որտեղ խաղաղապահ զորքեր էր տեղակայել տարածաշրջանում եւ համարում էր արդեն խնդիրը լուծած այնպես, որ բոլոր կողմերը կախվածության մեջ են։ Նույն հաջողությամբ կարելի է ասել Իրանը մինչև այս տարվա հունիսի 12-օրյա պատերազմը, որովհետև իրանք համարում են, որ տարածաշրջանում արդեն որոշակի ազդեցության գործոններով մեծացել են, բայց սրանք այնքան փոփոխական են, որ շահառուության էլեմենտը այսպես ստաբիլ չի գնում։ Շատ բարի, բայց այստեղ լղոզում է, պարոն Զաքարյան։ Պատասխանը լղոզում է այն իմաստով, որ մենք խոսում ենք կոնկրետ 2018 թվականի հեղափոխության մասին։ 2018 թվականի հիմնական շահառուն արևմտյան երկրներն էին։ Այսինքն Եվրամիության ամերիկյան Թուրքիայի դեմքով։ Ու արևմուտք ասելով մենք նաև պետք է նկատի ունենք Թուրքիան աշխարհակահաղական իմաստով։ Հիմա գնանք հանրային հոգեբանության եւ հանրային քաղաքական առումով առողջության ճանապարհով։ Այսպես ասեմ, գլոբալիզմը, չեմ ասում այսօրվա ամերիկյան վարչակազմը։ Այսօրվա ամերիկյան վարչակազմի պարագայում դա տեղի չէր ունենա։ Գլոբալիստական արևմուտքը, գլոբալիստական Թուրքիան, գլոբալիստական, չգիտեմ, Ռուսաստանն ու Չինաստանը, ովքեր որ
այլ որտեվ ուժերը մեկ կենտրոն չեն, հա, նրանք ինչ-որ մի պահի ներկայացնում են իշխանություն, ինչ-որ մի պահի չեն ներկայացնում տվյալ երկրի իշխանությունը կամ պաշտոնական կառավարությունը, բայց նրանք գոյություն ունեն։ Շատ բարի։ Կոնֆլիկտը ձևավորվում է, հակամարտությունը, բախումը ձևավորվում է, երբ որ կա կոնկրետ խնդրեմ։ Եթե խոսում ենք արտաքին շահառուների մասին, որոնք իրենց ներգրավվածությունն են ունեցել 2018 թվականի իրադարձությունների մեջ, որն էր խնդիրը, որը նպատակ առաջացրեց ակտիվացնել կոնֆլիկտը եւ դրանով լուծել են։ 2014 թվականից հետո արդեն իսկ բարձր, հատկապես արևելյան գործընկերությունից հետո եւ երբ որ երկու կողմերը, երկու բևեռները արևմուտքը եւ Ռուսաստան արևելյան գործընկերության նայում են որպես աշխարհակահաղական պրոյեկտ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունից հետո Ուկրաինայում, Մոլդովայում, Բելորուսում տեղի ունեցող իրադարձությունից հետո եւ հարավային Կովկասում Արցախյան կոնֆլիկտի առկայությունը արդեն իսկ խոսում էր այն մասին, որ երկու կողմերն էլ պատրաստվում էին գլոբալ փոփոխություններ եւ նոր աշխարհակարգի ձևավորման։ Հին աշխարհակարգը եւ արդեն իսկ երկար տարիներ գոյություն ունեցած ստատուս քվոն չէր բավարարում շատերին։ Եվ նաեւ աճել էին նոր ռեգիոնալ նշանակության ուժի բևեռներ, որոնք որ նոր ազդեցության գոտիներ էին ման գալիս, օրինակ Թուրքիան, օրինակ միջինասիական երկրները, օրինակ Իսրայելը։ Եվ այս պարագայում բնականաբար անհրաժեշտ էր նոր փոփոխություններ։ Այդ նոր փոփոխությունների ճանապարհին հիմնական գործոնը, որպես ձեր հարցի գլխավոր պատասխան կամ պատասխանների մեջ գլխավոր կոմպոնենտ, բաղադրիչ կոմունիկացիաներն էին, որոնք որ այսպես թե այնպես շատ էական էին եւ շատ կարեւոր է թե որտեղով կանցնեն եւ այն ուժերը, որոնք որ գտնում էին, որ այդ կոմունիկացիաները պետք է անցնեն հարավային Կովկասով լուծված, այս կամ այն կերպ լուծված հակամարտության իմիջիայլոց հիմնական, այսպես ասած, ուժերը, գլոբալ ուժերը, իրանց համար նշանակություն չուներ Արցախը Ադրբեջանի կազմը վերադառնա, թե կմնար հայկական։ Իրանց պետք էր որ կոնֆլիկտը լուծվի, որ տարածաշրջանի ձեռքերն ազատ լինի ազատության համար։ Այդ Նիկոլի եւ ՔՊ-ի տգիտության եւ դավադրության արդյունքում Արցախը հայտնվեց, որտեղ այլ իշխանություն լիներ, լավ փոխելեիք հանրապետականին, շատ լավ, բերեիք այլ ավելի պատրաստված, ավելի ուժեղ, ավելի ազգային, ավելի ազնիվ, ավելի այսպես ասած, որը չէր ձևավորվել ՀՀԿ-ի իշխանության տարիներին որպես այլընտրանք, որովհետև այլընտրանքը ՀՀԿ-ի ընդդիմությունը պարլամենտում Նիկոլ Փաշինյանն էր, Էդմոն Մարուկյանն էր, Արամ Սարգսյանն էր։ Չէ, բայց քաղաքական միտքը Հայաստանում Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էր։ Հայաստանում քաղաքական միտք չէր մեռել։ Մենք կոմայի մեջ էր հավանաբար։ Գիտեք, Դավիթ ջան, մեր ամբողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք քաղաքականությունը ուզում ենք անձերի մեջ տեսնել։ Ոչ, քաղաքականությունը գաղափարների եւ մտքերի մեջ է պետք տեսնել։ Հիմա ինչ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում է, օրինակ, ասենք ես լավին վրա բերեմ, օրինակը ուրիշ ոչ մեկի անունը չտամ Արտակ Զաքարյանը, ոչ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ պայքարում է ազգային օրակարգը։ Ասում եմ չի կարելի։ Եվ պայքարում են այն մարդիկ, ովքեր կրում են այդ օրակարգը։ Նույն կերպ հանրապետականի ազգային օրակարգը դուր չէր գալիս, բերեիք ավելի լավ օրակարգ, բայց ինչ արի։ Պիտի լիներ այդ այլընտրանք բազակներ։ Դե հետեւաբար այդ քաղաքական մտքի ձևավորման խնդիրն է, որ մինչև այսօր մեր մոտ եթե այն ժամանակ էլի թերի ձևավորված էր, Սա ավելի շատ խոստովանություն է նման պարոն Զաքարյանի։ Չէ, որ չի եղել այդ ազգային օրակարգը, դրա համար այլընտրանքը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային օրակարգը ներմուծված է իշխանության ուժերի մեջ, կոալիցիայի մեջ։ Հակառակը ո՞րն էր։ Կարար լիներ սոցիալիստական գաղափարախոսությունը, կարար լիներ, չգիտեմ, լիբերալիստական, ազատական, բայց եղավ նիկոլիզմը։ Ինչու, որովհետև կեղծ էր։ Որովհետև այն ինչի համար քննադատվում էր հանրապետական, ինչ էր ասում նիկոլիզմը, ասում էր հանրապետականը Սերժ Սարգսյանը ծախում է Ղարաբաղը։ Կեղծ քննադատություն էր։ Ասում են սաղ ինչ կա, չկա, սաղ թալանել են, կեղծ քննադատություն է։ Չեմ ասում թե չի եղել կոռուպցիա։ Բայց այդ կեղծ քննադատությունը, այսինքն այդ երևակայական դարձրած, այսինքն տեղեկատվական այդ հսկա պայքարը նախորդ իշխանությունների դեմ բերել է նրան, որ մարդիկ հավատում էին, որ մեր երկրում ամեն երկրորդը կոռուպցիան է, կամ Ոնզակը վերադառնալով նարատիվներին նորմալ է, որ լրատվամիջոցները թվում նաև ընդդիմադիր
շատ ճոխացնում են, հիմա էլ են ընդդիմադիր լրատվամիջոցները շատ ճոխացնում։ Ես առհասարակ ցավով եմ նշում իշխանական լրատվամիջոցներ եւ ընդդիմադիր լրատվամիջոցներ կոչվածը, բայց այդ երևույթը աշխարհում տարածված է նման զարգացվածություն ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է ցավալիորեն, բայց դուք նշեցիք, որ 2000 ներողություն խնդրեք այդքան մասով չհամաձայնեմ, չեն ճոխացնում ընդդիմադիրը, որովհետեւ ընդհակառակը կատարում են շատ ավելի մեծ ողբերգություններ, որոնք մեր ընդդիմադիր լրատվամիջոցները չեն էլ տեսնում, կարողանում են հետևել եւ տեսնել շատ չնչին մասով։ Եթե սկսեն իրականությունը գրել, շատ ավելի ողբերգական կլինի այսօր։ Այդ բեռը իհարկե լրատվամիջոցների վրա դնելը շատ բարդ է, պետք է բնականաբար իրանցը չի, որովհետեւ դա չի տեսնում նաեւ քաղաքական ամբողջ դաշտը։ Դա չի տեսնում նույնիսկ ԿՊ-ն։ Շատ բարի, պարոն Զաքարյան, բայց հակասում է ձեր խոսքը հիմա, հաշվի առնելով, որ ասում եք, տեսեք, լրատվամիջոցները չեն տեսնում, քաղաքական գործիչներն էլ չեն տեսնում։ Դուք Եվրանեստում ահագին աշխատանքային փորձ ունեք, եվրոպացիների հետ ահագին երկար շփվել եք, տրամադրությունները տևական ժամանակ հասկացել եք, պատասխանատուն եք եղել նաև տարբեր ուղղություններով, հա, այդ ու նաև պարլամենտական գործունեության ժամանակ։ 2014 թվականին նշեցիք, որ իրավիճակը փոփոխվում է, աշխարհակարգը ինչ-որ ձևափոխման փուլ է գնում, այդ նաև Ղրիմի բռնակցումից հետո կամ ազատագրումից հետո այս երկու կողմերը տարբեր կերպ են գիտեք նշում։ Եվ 2014 թվին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը էր տոտալ իշխանություն Հայաստանում եւ տեղեկատվության տոտալ հասանելիություն։ Եվ եթե 2014 թվականին ՀՀԿ-ն չի կարողացել հաշվարկել, թե ինչպես է աշխարհակարգը փոփոխության ենթարկվում, մենք բախվել ենք 2016-ին ապրիլյան քարոզիա պատերազմի ժամանակ է մասին է խոսքը, որտեղ ել ավելի հստակ դարձավ, թե ինչ ուղղությամբ է փչում քամին։ Եվ անգամ 2017-ի ընտրություններից հետո 18-ին տեղի ունեցավ հեղափոխություն, տպավորություն է ստեղծում, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀԿ-ն պարզապես հողի վրա չի զգացել, որ իշխանություն չունի, այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Այսինքն դուք 4 տարի շարունակ չեք կարողացել հաշվարկել ինչ է կատարվում եւ տարածաշրջանում եւ աշխարհում, լինելով այդ բոլոր աշխարհակաղակական կենտրոնների հետ ուղիղ շփման մեջ։ Հակառակը դա չէ, մենք հաշվարկել ենք դրա համար մեր համար կարևոր է եղել պետական շահը եւ եթե չլիներ արտաքին միջամտություն, խոշոր ուժերի միջամտություն, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ մեկը չէր կարող անել այն ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին։ Մտքներով անգամ չէր անցնի։ Հիշեք 9 հոգանոց ֆրակցիա չէ երկդաշինք։ Նիկոլը որ մարդկանցով փողոցում քայլում էր, ֆրակցիայի կեսը պարլամենտում նստած էր, իրանց որ հարցում են, իրանք չէին էլ հավատում, չէ՞ որ ինչ որ մի բան կստացվի։ Այսինքն այս գործընթացը ներքին գործընթաց չէր, այնպես չէր որ ընդդիմությունը բոլորը ասում վերջ, պատրաստ է ժողովուրդը գնացինք հեղափոխություն անելու, իշխանապողություն անելու։ Չէ, դա արհեստականորեն ձևավորված օրակարգերի, արհեստական, այսպես ասած, տեղեկատվական գործողությունների, օպերացիաների, կազմակերպչական խնդիրների, արտաքին քաղաքական, այսպես ասած, էֆեկտների, ողջույնների եւ տարբեր տիպի աջակցությունների, այսինքն շատ ու շատ բաներ էլ մենք կամ հետո կիմանանք կամ չենք իմանա իրականությունը, կուլիսային իրականությունը, ես հիմա ինչ որ ասացի, դա երևացող իրականությունն է, որ բոլորս գիտենք։ Իսկ ինչ վերաբերում որ ՀՀԿ-ն չէր զգում, ընդհակառակը ՀՀԿ-ն զգում էր այդ բանը։ Ապրիլյան պատերազմը հենց նրա մասին էր, որ մենք ոնց ասեմ, այսինքն բոլոր տեսակի բաներով մենք զգում ենք, որ դա կարա տեղի ունենա եւ դրա համար քաղաքական ամբողջ գործիքակազմը պատրաստ էր դրա շարունակությունը տանելու։ Ընդհակառակը Ալիևը չզգաց իրականություն եւ իրան թվաց, թե ապրիլյան պատերազմը իրան արտոնված է լինելու շատ երկար ժամանակ եւ շատ խորը։ Այն ինչ որ արտոնվել է իրան 20 թվականին 44 օրյա պատերազմ։ Մենք հասկացա, որ դրանից հետո ինչ ծնվեց Ժնևի հայտարարություն, Սանկտ Պետերբուրգ, դրանից հետո ծնվեց Վիեննայի հայտարարություններ, դրանից հետո Ոնցական որոնք ապարդյուն էին եւ անարդյուն։ Որոնք ինչու էին ապարդյուն։ Բոլոր առումներով վերջնարդյունքում 20 թվականի պատերազմը եղավ, թե վերջնարդյունքում 18 թվականին Նիկոլն եկավ իշխանության։ Այսինքն Հայաստանը քաղաքական առումով հաղթում էր, այնպես արեցին, որ պարտի քաղաքական առումով։ Այո, երբ որ արտաքին ակտորները, որոնք որ շահագրգիռ չեն, ես ասացի, չէ, կան քաղաքական ուժեր, որոնք որ իրենց համար տարբերություն չկա, Արցախի հարցին պետք է լուծել։ Թող մնար Հայաստանի ազդեցության տակ, իրանք խնդիր չկա, բայց կային ուժեր, որոնք որ չէին ուզում որ մնա Հայաստանի ազդեցության տակ եւ անհրաժեշտ էր փոխել, տոտալ փոխել Հայաստանի
վերաբերմունքը եւ Հայաստանի մոտեցումները։ Ադրբեջանը բանակցում է, թե ժամանակ էր ձգում։ Ադրբեջանը ժամանակ էր ձգում։ Վերջնարցունքում չի ստացվում ժամանակ էր ձգում ինչ-որ բանի համար։ Բայց հանուն ինչի համար, իսկ այդ գլոբալ ուժերը տեսնում են, չէ՞, որ Ադրբեջանն էլ է ժամանակ ձգում։ Այո, եւ ապրիլյան պատերազմից հետո հասկացա, որ պատերազմական լուծում գոյություն չունի։ Եվ ինքը խոստովանեց, ասաց ին վրա կա ճնշում ճանաչել ինքնորոշման իրավունքը։ Հետևաբար 16 թվականի ապրիլյան պատերազմը բեկումն այն էր բանակցային գործընթացի համար եւ Սերժ Սարգսյանն էլ եթե միջև ապրիլ 16 թվականն ասել էր, որ ինքը հավակնություն չունի, նախագահի երկրորդ ժամկետից հետո շարունակել պետության ղեկավարման գործընթացը 16 թվականից հետո այդ խնդիրը դառավ անհրաժեշտություն, ինչ որտեղ քաղաքական անհրաժեշտություն 2 տարի ժամանակ Սերժ Սարգսյանը ուներ ժամանակ բացատրելու իր հասարակությանը եւ քաղաքացիներին, որ դրա անհրաժեշտությունը կա եւ բացատրել թե ինչու այդ անհրաժեշտությունը կա։ Բայց բոլոր մարդիկ գիտեին, որ 2018-ի վարչապետ ընտրելու ժամանակ Սերժ Սարգսյանը ամբիոնի մոտ կանգնած չի լինել։ Անհրաժեշտությունը նաեւ չէր կարող դա ասել, որովհետեւ դրանից հետո կար խորհրդարանական ընտրություն։ Եվ ճիշտ էր, որ թողես ժողովրդին տեսնել ժողովուրդը շարունակում է քեզ վստահել թե չէ։ Այսինքն ստել ժողովրդին բարձրացնել։ Ժողովուրդը համարում է, որ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարումից հետո ինքը այլ ղեկավար է ուզում։ Եվ Սերժ Սարգսյանը գալիս է եւ դառնում է վարչապետ։ Ժամանակագրությունով նայեք 16 թվականի ապրիլյանից հետո դուք ասում եք թող ասել բացատրել, որ հետո եղավ 17 թվականի ապրիլի ընտրությունները խորհրդարանական։ Ավելի լավ բացատրություն, որ հանրապետականը պահանջված էր հանրապետականի քաղաքականությունը։ Այդ բացատրություն, որը նաև արևմուտքի համար ընդունելի եղավ, որը 49% հետո 10 անգամ պակաս ձայն 2018 թվականի ընտրությունների ժամանակ արդեն։ Արդյոք դա ապացույցներ թե ոչ։ Թե այն 50% գրեթե քվեները, որ հանրապետական կուսակցությունը ստացավ 2017-ին, փոշիացան ընդամենը 1 տարվա ընթացքում։ Ոչ թե փոշիացան, այլ ախր այնքան պարզ է, այնքան ակնհայտ է, թե ինչ եղան։ Ինչ եղան։ Ինչ եղան, եթե տեխնոլոգիաները կազմակերպվում է այնպես, որ դու ազգային ազատագրական հերոսական կերպարից քեզ շատ արագ դարձնում են բան, հա, պետության ճշնամի 55 դավաճաններ, որ հայ ժողովրդի դեմ բան։ Դա կերպար էր թե իրականություն։ Դա իրականություն չէր, դա տեղեկատվական փուչի կերպչած, շատ լավ սնուցվող արևմուտքի եւ դրսի ուժերի կողմից, շատ լավ աջակցվող ժողովրդի էյֆորիայի վրա, ամեն ինչի վրա։ Եթե 18 թվականի դեկտեմբերին, օրինակ ասենք, Ադրբեջանի մի գործիչ ասեք, Ալիևին չասենք, ցանկացած մեկը լիներ ԿՊ-ի ղեկավար, նրանք ընտրեին հանրապետականին չէին ընտրի, դաշնակցներին չէին ընտրի։ Այդքան թույլ էր Հայաստանի հանրապետական ոչ թե թույլ էր, այդքան մեծ էր արտաքին ազդեցությունը։ Ինչ պետք աներ հանրապետական կուսակցությունը, մի բան էր մնացել, որը նախագահն իր հրաժարականի տեքստում ասեց, որ դա Իրանը չի։ Զորք անել, տենց դեպքերում ինչ են անում։ Արտաքին ազդեցության դեմ զորք են անում։ Իսկ արդյունքում ով է տուժում, քո ժողովուրդը մեկ, երկրորդը դու ունես բանակցային շատ կարևոր սեղան, որի շուրջ ունես շատ ու շատ ձեռքբերումներ ու չգիտես այդ զորքը անելուց հետո որ վերադառնաս այդ սեղանի շուրջ, այդ մեծերը քեզ կարող ասեն, մենք այլևս քեզ հետ խոսելու բան չունենք, դու ժողովրդավար չես, դու այդ ինչ արեցիր քո ժողովրդի մի մասը։ Այսինքն վարվեց Լևոն Տեր-Պետրոսյանի պես։ Այսինքն որոշ ուժերի ճնշման ներքո պարտավորված եմ ներկայացնել հրաժարական։ Ըստ էության հրաժարական տվեց հանուն Արցախի, հետո հանուն Արցախի հրաժարական էր, դա երբ որ Արցախը դրանից հետո ամբողջությամբ ապրիլի 23-ին, այո։ Այսինքն հեռանկարը Սերժ Սարգսյանը չէր տեսնում իրավիճակը։ Հեռանկարը երևաց հետո, որտեղ այդ ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, ոչ մեկ չէր մտածում, որ Նիկոլն է լինելու վարչապետ։ Եվ այնպես էլ չէր, որ Նիկոլը լավագույն վարչապետն էր։ Հա? Որևէ մեկի մտքով չէր կարա անցնի, որ այս ժողովուրդը կգնա Նիկոլին վարչապետ կընտրի, հասկանում եք։ Կամ այն պարլամենտը Նիկոլին վարչապետ կարա ընտրի։ Հանրապետական կուսակցության վճռորոշ ձայներով Նիկոլ Փաշինյանը դարձել վարչապետ։ Ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը այնքան իրադարձությունները տեղի ունեցել, տրամաբանական եւ անտրամաբանական,
որ ապրիլի-մայիսի 8-ի մեր որոշումն էր բոլորովին այլ բանով էր պայմանավորված։ Դեպքում մայիսի 1-ի որոշումը ինչ չեք ասում, կեցեք հանրապետականները մի մարդու նման կանեցին ու ոչ մեկ չքվեարկեց։ Հնարավորություն տվեցիք, որ ուրիշ տեխնացուներ գան, որովհետև ասացիք, հստակ ասացիք Նիկոլը չի այս երկրի վարչապետը ճիշտ մարդ է։ Մեկ շաբաթ ուներ մեր երկիրը ժամանակ։ Այդ ժամանակ մենք արդեն ասում էինք, որ Նիկոլը, եթե Նիկոլի արդեն ինքը իրան հայտարարել է որպես վարչապետի տեխնացու, ապրիլի 23-ին չկար այդ միտքը։ Ապրիլի 27-ից թե 28-ից սկսվեց։ Այդ դեպքում մայիսի 1-ին եկավ, հանրապետական ասեց ոչ, դու չես կարող լինես լավ վարչապետ, որովհետև դու խնդրեմ ես Արցախի համար, դու խնդրեմ ես մեր երկրի անվտանգության համար, հանրապետական ասեց, բայց ով էր լսողը։ Այդ հիմա եք ասում հանրապետականը մեղավոր է։ 49% մարդիկ քվեները, որոնք պիտի տեր կանգնեին իրենց պատմության մեջ, այո, հանրապետականը մեղավոր մեկը գրվելու է։ Իշխանությունը խի տվեցիր, այս հարցը մեկը մնալու է հանրապետականի վրա։ Եվ մեր նպատակը չի մաքրել։ Մեր նպատակը ամբողջ այդ փոշին եւ տեղեկատվական, քարոզչական կեղտը հանրապետականի վրայից հանել, թողել իրական բանը խնդիրը։ Այո, հանրապետականի մեղքը էլ էր, որ իր տեխնացուով մինչև վերջ չգնաց, որովհետեւ հույս ուներ, որ այլ քաղաքական ուժեր տեխնացու կառաջարկեին եւ մենք ասել ենք բոլորին, տվեք տեխնացու, բացի Նիկոլից, ցանկացած այլ տեխնացու, որի հետ մենք գոնե մի քիչ վստահ կլինենք, որ այս երկրի գլխին փորձանք չի գա։ Հետո ինչ եղավ, մենք արդեն գիտենք։ Յուրաքանչյուր տեխնացություններ այդ ժամանակ։ Ուներ։ Բայց ինչու չառաջադրեց։ Առաջադրեց։ Կարանին Կարապետ։ Առաջադրեց։ Հետևաբար, տեսեք, կիսաճշմարտություններով չենք կարող, էլի, բան անենք։ Չէ, մենք ամբողջական ճշմարտությունների մասին։ Մենք ամբողջական ճշմարտությունն էլ որպեսզի ասենք, պետքա օր առ օր, ժամ առ ժամ իրադարձություն առ իրադարձություն վերլուծենք։ Գլոբալն էլ վերլուծելով վերևից շատ վերևից նայում ենք, հա, կարճ կոնկրետ կարանք մի երկու հատ Ռուսաստանի ազդեցությունը ճնշումը կար գործողությունների վրա ուղիղ։ Տեսեք, Ռուսաստանը առաջինը շնորհավորեց Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրելու կապակցությամբ եւ էլի երկրներ շնորհավորեցին Եվրոմիության շնորհավորանքը, չգիտես ինչի դեսպանը չէր հրապարակում մի քանի օր այն ժամանակվա ԵՄ ներկայացուցիչը։ Ճնշումներ հասկացությունը իմ պատկերացմամբ ավելի շատ գնաց, երբ որ արդեն փողոցը գեներացվում էր։ Ճնշում ճակերտավոր, հա, այսպես ասենք, ազդեցություն, երբ որ արդեն հասկացան, որ այստեղ արտաքին միջամտությամբ լուրջ գործընթաց է գնում։ Սա էր խնդիրը։ Մենք ինչից սկսեցինք այսքան երկար ու այսքան դետալացված խոսել, ու ինչքանով որ հնարավոր է, այն բանից, որ հանրապետականը կտրված է իրականությունից, թե ոչ, հանրապետականը կտրված չէ իրականությունից, հանրապետականը նույն 17 թվականին ՍԵՊԱ-ով կարողացավ Եվրոմիության հետ, 13 թվականից հետո Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Եվրոմիության հետ շատ ընդ որում շատ ավելի լավ հաստատուղթ էր ՍԵՊԱ-ն, քան ասոցիացիան կամ խորի եւ անպարփակ ազատ առևտրի Հայաստանի համար ինքը ուներ կիրառական նշանակություն, այսինքն Հայաստանի հակով էր այդ փաստաթուղթը։ Եթե այնտեղ ընդհանուր մի հատ մեծ ցանկությունների թուղթ էր, որը մինչև այսօր իմիջիայլոց իրականություն չի դառնում, քանի տարի անց 12 տարի։ Ոչ Մոլդովայի համար, ոչ Վրաստանի համար, ոչ էլ Ուկրաինայի համար իրականություն չի դառնում, ու այսօր էլ հայտարարեցին, որ մինչև 2030 թվականը գործ կանելու։ Հայաստանի ՍԵՊԱ-ն, եթե հանրապետականը լիներ, 5 տարվա ընթացքում մենք հիմա վիզաների ազատականացման խնդիրներ ենք լուծել, շատ ու շատ հարցեր գնացել։ Եթերները լավագույն տարբերակներն են ալտերնատիվ իրականությունների։ Այդ դեպքում մենք էլ շատ հաճախ ստիպված ենք լինում եթերներով մենք դետալների մասին իհարկե կարող ենք անդադար խոսել։ Ուզում ասեմ, իրականությունը Դավիթ, այնքան մեր համար շոշափելի եւ հստակ էր, որ մենք Հայաստանի համար գտել էինք լավագույն արտաքին քաղաքական գիծը, լավագույն անվտանգային միջավայրը, որը որ կարող էր լինել, եւ կոնսենսուս եւ ստատուս քվո իրավիճակ, որը որ Հայաստանի համար նվազագույն շահերով կարողանում էր բոլոր տիպի արտաքին սպառնալիքների կամ նոր սպառնալիքների մարտահրավերների պարագայում պատասխանել հարցերին։ Եթե այս զարգացումների պարագայում լիներ նորմալ իշխանություն, ես ես վստահեցնում եմ Արցախը կլիներ հիմա հայկական,
մենք էլ ոչ մի Միջանցքի, ոչ մի Զանգեզուրի անվանումով ինչ որ բանի, ոչ մի, չգիտեմ, խաղաղության խաչմերուկի խնդիր չէինք ունենա։ Մենք կունենայինք լիարժեք ազդեցություն եւ գործող ունենայինք տարածաշրջանում։ Բանզակյան, թող ունենայինք, ինչի եմ ասում սա։ Պետք է խելամիտ որոշում։ Ընդամենը պետք էր քաղաքականապես զարգացած այնպիսի հասարակություն ձևավորել նախորդ 20 տարիների ընթացքում, որ մարդիկ վերլուծելու հնարավորություն ունենային, ոչ թե էմոցիաներով դրդված գնային քարոզչական լոզունգների հետևից։ Սա առաջինը եւ երկրորդը։ Բոլորս հասկանում ենք, առհասարակ քաղաքագետների նպատակը այն է որոշակիորեն հաշվարկել համաշխարհային տարածաշրջանային զարգացումները։ Բոլորի համար է հստակ, որ վաղ թե ուշ կոնֆլիկտ լինելու է Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Ղրիմը առաջին ծիծեռնակն էր ճակերտներում ասված, որ պարզ էր դառնում, որ գլոբալ արևելքի ու այսպես կոչված գլոբալ արևմուտքի միջև անջրպետ է ձևավորվում։ Եվ այդ անջրպետը սահման պիտի ունենա։ Այդ սահմանը ինչ որ սահմանագծերով պետական սահմանների պիտի անցնի։ Եվ պետությունները ստիպված են լինելու գնալ որոշակի քայլերի խնդիրը հանգուցալուծելու համար։ Ինքը Սերժ Սարգսյանն էլ էր արդեն այդ թունև ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցներում պնդում, որ ինքը պատրաստ է գնալ հարցի լուծմանը։ Այդ թունև 5+2 ձևաչափով, այդ թունև ԵԱԿ Մինսկի համանախագահության կողմից առաջարկված մոդելներով ու պարզ էր, որ ինքը հասկանում է, որ Արցախի հարցն է դրված սեղանին, որտեղ իրավիճակը փոփոխության է ենթարկվելու։ Ներողություն։ Եվ լոգիստիկ ուղիների բացման խնդիր է առաջանալու։ Այո։ Ում վրա չուներ Սերժ Սարգսյանը իշխանություն, որ խնդիրը լուծեր։ Ով թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանին խնդիրը լուծել։ Առաջ անցներ դառնալ գոստից Բուդուշևը, ապագայով խնդիր։ ԵԱԿ Մինսկի համանախագահությունը առաջարկ տվել է Սերժ Սարգսյանին 5+2 ձևաչափի մասով։ Հետո դրա մասին խոսել է նաև Լավրովը, ասելով որ կա նաև ինչ որ Լավրովյան պլան, որով առաջարկում է հետ վերադարձնել 5 շրջանները, երկուսը պահել ինչ որ ժամանակով, հանրաքվեներ անցկացնել, զորքներ դնել այդտեղ այդ թումնև միջազգային տրված է լուծումը եղել։ Քանի անգամ է Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակում հայտարարել, որ պատրաստ է փոխզիջումների։ Քանի անգամ է։ Եվ արևմտյան լրատվամիջոցներին անգլախոս, եւ ռուսախոս, եւ բոլոր լրատվամիջոցներին եւ տարբեր առիթներով։ Քանի անգամ, բազմաթիվ անգամ։ Ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը Ադրբեջանի մեջ էր եւ Մինսկի խմբի մեջ, որովհետեւ Մինսկի խմբի մեջ էլ երկրները ունեն իրանց շահերը, չէ՞։ Ինչ որ մեկին ձեռնտվեց տարբերակ, ինչ որ մյուսին։ Շատ բարի։ Այսինքն այս ամբողջը իմանալով ես հիմա ասում եմ, որ չեմ ասում դա լավ էր թե վատ էր, դա իրականությունն էր եւ մենք դա գիտեինք։ Հիմա 7 տարի անցել է, մենք արդեն ինչքան է մոտ մի կես ժամը զրուցում ենք, բայց հələ Նիկոլից արժեք տվել ամբողջ հարցերը Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանի մասին այնքան բան է ասվել, որ եթե մենք հիմա ժամանակը ծախսենք ներողություն եմ խնդրում, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննարկելու ավել բան չենք ասելու։ Ավել բան չենք ասելու, բայց գոնե պետք է ասել, որ վաղվա ավելի ծանր հարվածի տակ Հայաստանը չդնել։ Մենք հիմա պետք է վաղվա մասին խոսենք, ոչ թե խոսենք թե 14 թվին կամ 13 թվի։ Ինչ որ արել է աշխարհակաղակական իմաստով, այսօր էլ ապացուցվում է, որ ճիշտ ճանապարհով է գնացել։ Թերությունները, բացթողումները մեր ներքին տիրույթում են։ Այո, ես համաձայն եմ, որ օրինակ ասենք կրթական համակարգում մենք լավագույն քաղաքականությունը չենք վարել, դրա համար մենք այսօր ունենք գիտակցության այսպիսի իրավիճակ հանրային եւ ընդհանրապես քաղաքական զորքից, բայց դա ամբողջ աշխարհում է այդպես։ Եթե ամբողջ աշխարհում այդպես չլիներ, Նյու Յորքի քաղաքապետը չէր ընտրվի մի մարդ, որ ասենք դուրս ծանրակշիռ վերլուծաբանների բացատրությունով պրոբլեմա լինելու։ Մի ուրիշ տեղ չէր լինի մի իրադարձություն, որ պոպուլիզմի հետևանքով պատերազմի չէին գա։ Նույն Ուկրաինայում պատերազմը չէր լինի։ Մոզակյան, դուք քաղաքագետ եք մասնագիտությամբ։ Քաղաքագիտության ինստիտուտը հնարավոր է զարգացնել բավարար փոքրիկ Հայաստանի համար լավ կադրեր ապահովելու նպատակով։ Դրա համար պետք է կուսակցությունները ձևավորվեին, որովհետև քաղաքական կադր պատրաստող լավագույն դպրոցը կուսակցությունն է։ Թող պատրաստ էին։ Դուք պատրաստել եք։ Մենք պատրաստել ենք։ Ինչ է մեզ բոլորը։ Լավա վատը այսօր եթե նայեք, մի քիչ անհամեստություն է լինում եւ ես էլ անհարմար եմ զգում այդպես ասել, բայց եթե նայում եք հանրապետականի կադրային բազան էլի ինչ որ ձեւով դրական իմաստով աչքի են գնում եւ փորձի եւ գիտելիքի եւ ապագան տեսնելու կարողությամբ։ Մենք ինչի ենք անդադար հետ նայում, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է այդ կես ճշմարտություններով չապրելու համար, հա։
Շատ կարևոր է նախ իդենտիֆիկացնել խնդիրը, գույքագրել այդ բոլոր խնդիրները, որպեսզի դու հասկանաս որտեղ է քո առանցքային բաց թողումը եղել։ Հետագայում այդ բաց թողումը թույլ չտալու համար դրա համար այո բոլոր զրույցների համար մենք միշտ հետ ենք գնում, որտեղ եթե չհասկանանք այնտեղ ինչ է տեղի ունեցել, այդ նույն բաց թողումը ունենալու ենք նաև հետագայում։ Եվ ուրեմն Հանրապետական կուսակցության պարագայում 2026 թվականին ընտրությունների մասնակցության մասով դեռևս պաշտոնական եւ վերջնական հայտարարություն Հանրապետական կուսակցությունը չունի։ Չկա նաև թարմացված որպես այդպիսին կազմ, մենք ճանաչում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր նախկինում են եղել իշխանության մեջ տարբեր պաշտոններ են զբաղեցրել, եւ տպավորություն է ստեղծվում, եթե քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման ընտրությունների ճանապարհով իշխանազրկման գործընթացը, ապա որոնք են ուժերը, որոնք պայքարելու են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Որոնք լրիվ նոր ձևավորված 2 ամիս առաջ նախաձեռնություն դարձած ուժերը, որոնք 2026-ին կուսակցություն են դառնալու, թե օրինակ տասնամյակների փորձ ունեցող Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գուցե։ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարեն բոլորը մի օրակարգի շուրջ։ Ինչու՞։ Որովհետև դա պետության գոյության համար արխի կարևոր խնդիր է։ Որովհետև եթե չպայքարի Նիկոլ Փաշինյանը, ես վստահ եմ 5 տարի հետո Հայաստանի Հանրապետության ամբողջությամբ հենց զրոյացած վիճակում ալնել։ Ինչու է օրակարգին չեն հավատում մեծամասնությունը։ Որովհետև այդ մեծամասնությունը պետք չի դա։ Մեծամասնությունը հիասթափված է։ Մեծամասնությունը եթե հանրության մասին է, չէ՞ խոսքը, պետք չի իրանց։ Իրանք ոնց ասեմ, քաղաքական մեկ օրով են տեսնում աշխարհը եւ շատ դեպքերում նաեւ լրատվամիջոցներն են դա այդպես մատուցում։ Ինչ որ երեկա տեղի ունեցել մոռացվում է։ Ինչ որ վաղն է տեղի ունենալու հետաքրքիր չի, վաղը կզարթնենք, կտեսնենք, ըստ այդմ կորոշենք ինչ անենք։ Քաղաքական գործիչների խնդիրն է տեսնել։ Քաղաքական գործիչների խնդիրն է տեսնել, այդ որ քաղաքական դաշտում ապրող գործող մարդիկ չեն խոսում այս թեմայից։ Ես դրանից եմ ավելի շատ վախենում, որ սովորական շարքային քաղաքացիներ իրաց գործով զբաղված են, իրանք չեն խորանում վաղը ինչ անելու, մի տարի հետո ինչ անելու, դա նորմալ եմ համարում, որովհետև ամբողջ աշխարհում է այդպես։ Բայց ամբողջ աշխարհում քաղաքական միտքը փորձում է հասկանա, լավ, մի ամիս հետո ինչ անելու։ Մենք վստահ ենք, որ մի ամիս հետո Նիկոլը նոր փորձանք չի բերելու մեր երկրի վրա։ Իսկ մենք վստահ ենք, որ 2026-ին Հանրապետական կուսակցությունը գալու է իշխանության եւ ամեն ինչ փոխելու է դեպի պայծառը եւ երջանիկ։ Մենք վստահ ենք Հանրապետականը։ Դե Հանրապետականը իհարկե պիտի վստահ լինի։ Բայց դա չի խնդիրը։ Որն է։ Խնդիրը այս իրավիճակում փոխելն է, որովհետեւ մենք գիտենք, որ նախ մենակով մենք չենք կարողանալու դա փոխենք։ Երկրորդը, եթե գանք էլ իշխանության, մենք միայնակ դա չենք կարողանալու իրականացնենք։ Հանրապետականի այսօրվա ունեցած ռեսուրսը կադրային քաղաքական մտքի դա չի բավարար։ Ում հետ կարող է փոխել բոլոր ձեր ասած նոր ձևավորված, բայց առողջ մտածող ազգային օրակարգի շուրջ դու պետք է ազգային կան դաշտում, նշեք խնդրում անուններ եւ կարող եք գտնել Բարգավաճ Հայաստանում եւ կարող եք գտնել Հայաստան դաշինքում եւ կարող եք գտնել մյուս բոլոր քաղաքական ուժերի մեջ նոր ձևավորողները դեռ էլ այսպես քաղաքական դեմքերը բարձ չեն, դրա համար անուններ չեմ տալիս։ Բայց նրանց մեջ էլ հաստատ կլինեն։ Դուք նշեցիք պարզապես բոլոր կուսակցությունները, որոնք այսպես թե այնպես իշխանության մաս են եղել վերջին 20 տարիներին։ Կարող եք գտնել դաշնակցության մեջ, բայց իշխանություն, տենց որ ասենք, ով ուզում ալի նախկինում իշխանություն եղած նախկիների մասին չի։ Դա նշանակում է, որ դուք բան եք անում, հա, միանգամից կանգ եք ապահովում պետության։ Ոնզակյան, գիտեք որն է։ Այստեղ առանցքային հասարակության համար որն է։ Հիմա տեսեք, Հանրապետական կուսակցություն, եթե 20 տարի շարունակ չեն հաջողել, ինչու պիտի հաջողեն հետո։ Ով ասեց, որ չեն հաջողել։ Իսկ ինչու են հաջողել, կարող եք ասել։ Պետությունը եղել է, անվտանգ ապրել են, Արցախը հայկական է եղել, Հայաստանի մեջով թուրքերի անելու խնդիր չեն ունեցել։ Հայաստանն էլ չեն ասել դուք մոռացի քո Արարատը ջնջի, քո պատմությունները մոռացի, գնա քո պատմության դասագրքերը փոխի ու ընդհանրապես վաղը պարզ չի թե ինչ։ Սրանք գլոբալ քաղաքականությունների մասին են։ Ինչի ենք անդադար խոսում, որ ՀՀԿ-ն կտրված է եղել հողից եւ իրականությունից, որովհետեւ դրանից անդին կա նաեւ ժողովուրդ։ Ի ժողովուրդը ուզում է որակյալ ջուր, էժան ապրանք, բարեկեցություն, երեխաներին կոշիկ առնել, սեպտեմբերի 1-ին լավ պայուսակ առնել, հնարավորություն ունենալ տարեկան գետ 1 անգամ հանգստանալ։ Տեսեք, մենք կարող ենք նշել, որ գլոբալ առումով պետական իղձերի եւ նպատակների տեսանկյունից ամեն ինչի ստատուս քվոն ապահովված է եղել։ Բայց ինչ որ փուլում երբ ստատուս քվոն ապահովում ես, գալիս է հաջորդ փուլը։
Իսկ ինչ եմ անելու հետո, որ համ ժողովուրդը բավարարված լինի, եւ դրա հետ մեկտեղ իր ուժով նաեւ կարողանան բավարարել ստատուս կվո։ Պոպուլիզմի վտանգավորությունը որն է, որ պոպուլիզմը պետության կենսական շահերի հաշվին ժողովրդին կոշիկ ու ջուր է խոստանում, հետո այդ ժողովրդին տանում եռաբլուր, հետո այդ բանակը վերացնում, հետո այդ ժողովրդին հայրենիքից ու տնից զրկում, ասում է դու այս հանրապետականները Բանզակային կուշտ մարդն է կռիվ տալիս թե սոված։ Պատերազմում Առհասարակ կուշտ մարդն է կռիվ տալիս թե։ Պատերազմում կռիվ է տալիս կորցնելու բան ունեցող մարդը։ Ահա, պիտի ունենա, չէ՞ որ կորցնի։ Այո։ Այսինքն պիտի ունենա փող, որ ունենա երեխա, Ինչի ունենա տուն, ունենա հող, հայրենիք չունի։ Լսեք, հայրենիքը մարդուն կարող է հոգևոր սնունդ տալ 1 տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի։ Երբ որ ես ունենում եմ զավակներ, իմ համար առանցքային է լինում զավակիս կոշիկը առնելը։ Բայց երբ որ պատերազմ է, զավակի կյանքն է առանցքային, ոչ թե զավակի կոշիկ։ Այսինքն կարելի է կոշիկ չառնել այնքան, մինչև գա պատերազմը եւ զավակի անվտանգության մասին մտածես։ Եկեք բան ուլտրերովեց մի արեք իմ միտքը եւ դուք էլ շատ լավ ճիշտ հասկանում եք, թե ես ինչ եմ ասում։ Կան արժեքներ, որոնք որ շատ ավելի կարևոր են, քան կոշիկը։ Իսկ նախ եկեք համատեք տեսնեք մեր ժամանակի ժողովուրդ ավելի լավ ապրում, թե իմը։ Չեմ կարող ասել։ Թվերի տեսանկյունից բոլոր իշխանությունները իրենց վիճակագրական ծառայությունների տերերն են։ Վստահ կարող եք ասել, որ կենսամակարդակի առումով հաստատ ավելի վատ չեն ապրել։ Եթե չասենք, որ հիմա ծախսերը, չգիտեմ, ամեն ինչը շատ ավելի մեծացել է, պահանջներն էլ ավելի է մեծացել։ Եկամուտն էլ կարող է մեծացած լինի, բայց պահանջներն ավելի է մեծացել եւ գնաճն ավելի մեծացել, բայց ես դրա մեջ չեմ ուզում մտնեմ։ Մեր զրույցը շատ ավելի կարեւոր է իր կենսական հարատևություն ունեցող խնդիրների մեջ։ Ցեղասպանություն տեսած ժողովուրդը, պետականազրկված եւ երկար դարեր պետություն չունեցած ժողովուրդը, քշված, հայրենազրկված, զորով իր ինքնությունը պահող ժողովուրդը, ի վերջո պետք է ինչ-որ մի պահի խելոքան եւ հասկանա ինչն է իր համար կարեւոր, ինչը ոչ, ինչն է պահում իրան։ Եթե մեր ժողովուրդը վեր կենա ասինց պետություն պետք չի, ինձ կոշիկ ու ջուր է պետք, Գերմանիայում, Ֆրանսիայում ավելի լավ կոշիկ ու ջուր են ապահովում, ավելի բարձր թոշակով։ Իսկ եթե ինքը իր հայրենիքում է ուզում կոշիկն ու ջուրը։ Իսկ եթե իր հայրենիքում է ուզում, ուրեմն նախ պետք է հասկանա ով է իր հայրենիքը պահողը, ով է իր հայրենիքի ճիշտ տերը։ Հասկացրեք, խնդրում եմ։ Հասկացրել ենք 20 տարի, 30 տարի հասկացրել ենք։ Եվ հայրենիքի անվտանգությունն ենք ապահովել, եւ հայրենիքի պաշտպանությունն ենք անվտանգել, եւ այդ հայրենիքում ապրող մարդկանց ազգային հեղինակությունն ենք ապահովել, եւ այդ պետության իմիջն ենք ապահովել, հարգանքը նրա նկատմամբ, եւ այդ պետության ֆինանսատնտեսական մեխանիզմներն ենք ամբողջությամբ սարքել, եւ իրավական մեխանիզմներ, եւ արտաքին քաղաքականությունը։ Ամեն ինչը, եւ այդ պետությունը ընդամենը 20-25 տարեկան էր։ Հիմա ինչ են արել։ Բարձա հրաշագ գործ չենք, բարձա բան չենք, այսպես ասած, պետություններ կան 200 տարվա պատմություն ունեցող նույն խնդիրներն ունեն, որ Հայաստանը զգացումի մասին գիտեք, չէ՞ իհարկե, Այո, որը հանրության առաջնային պահանջներից մեկն է։ Իմ ծառայությունից մի դրվագ պատմեմ։ Ես էլ իմից կպատմեմ 9-ից 11 թվականներին, երբ որ հայտնի մի գնդերից մեկում էի ծառայում, երբ կարիքը կար գնալու 2 օրով տուն, որտեղ որոշակի խնդիրներ կային, ինձ տենց այն ժամանակ հրամանատարությունը շատ ուղիղ ասեց, դե եթե գնաս հետդ բերես այս բաները, մենք կմտածենք, քեզ թողնենք, եթե 2 օրով գնաս Երևան, թե չէ։ Օրինակ, թվեք։ Սա հիմա արդարության զգացողություն։ Թվեք ինչ է։ Օրինակ, նվագախումբը չուներ սաքսոֆոն, ես սաքսոֆոն էի նվագում։ Ինձ ասեցին, եթե կբերես սաքսոֆոն, թույլ կտանք որ գնաս։ Դավիթ ջան, հիմա տեսեք, ես դա արդարության զգացողություն ինձ ցնողի մոտ, որ այդ գումարը չուներ առաջացնել էր, թե ոչ։ Ես էլ ծառայել եմ 2000 ներողություն 1996-98 թվականներին առաջին գծում դրուգադիշնի օֆիցեր հասկացություն կար, այդ մի տարին է եղել։ Սկզբում եղել եմ գումարտակի փոխհրամանատար, շատ երիտասարդ տարիքում, 21 տարեկան էի, իմ զինվորների մեծ մասը ինձնից տարիքով մեծ էին։ Հետո նաև գումարտակի հրամանատարին վստահել։ Ընդ որում ծառայությունս չէին երկար ժամանակ զորացրում, ավելի երկար եմ ծառայել 2 տարուց ավել։ Ուզում էին զորով պահեին։ Տարբեր նաև ոչ օրինական ճանապարհով, բայց ես բանակից չեմ նեղացել, ոչ էլ բանակին։ Այդ ժամանակ եւ սահման էինք պահում։ Հացը խնդիր էր։ Քնելու տեղը խնդիր էր։ Մի տարի 7 ամիս իմ զինվորները ես էլ իրանց հետ միասին եւ գիշերային հերթապահություն, ցերեկային հերթապահություն, դիվերսիայի ռազմետկայի դեմ
մարտեր, թեկուզ խաղություններ։ Եվ խրամած սարքել, եւ բլինդաժ սարքել, եւ ցեխի մեջ քնել, եւ բայց ոչ մեկ չէր բողոքում։ Բոլորը հայրենիքի, պետության եւ ամեն ինչի համար էին։ Հիմա տեսեք, դուք ասացիք, ես հիշեցի Ալենի Կիլկիով Բորշը։ Ասենք նորմալ մարդը, պետական պաշտոնյա, իր պետության բանակի, իրան պահող, իրան այն փայփայած երկար դարերով երազած ազգային բանակը, որի բացակայության արդյունքում 1.5 միլիոն մարդ է զոհվել։ Այդ բանակի ճաշը այդ տենց զզվանքով կնկարագրեր բանով Բանզակյան։ Տեսեք, չի կարելի, բաներ կան, որոնք ես չեմ ասում բանակը թերություն։ Բանզակյան, ձեր ծառայությունը իմից 10 տարի առաջ է։ Հետո ինչ։ Մեծ 10 տարվա ընթացքում գիտեք ինչ կարելի է փոխել։ Առավել եւս որ եղել եք փոխնախարար։ Երբ որ ես եղել եմ փոխնախարար, այդ ժամանակ էլ է բանակում խնդիրներ եղել։ Բայց երբ որ ես եղել եմ գումարտակի փոխհրամանատար եւ հետո դառել եմ քանի տարի հետո, մոտ 20 քանի տարի հետո փոխնախարար, այդ տարիներին ահռելի առաջընթաց է եղել բանակում։ Բայց այդքանը չտեսնել, դա մեր ժողովրդի քրտինքն է, չէ՞, մեր ժողովրդի հարկերն է, մեր ժողովրդի մարդկային ռեսուրսն է, մեր ժողովրդի երազներն է, մեր ժողովրդի ցանկություններն է, դրա մեջ բարոյական հսկայական բան կա դրած։ Այդ սաղ մի կողմ sense վերցնում հակրում ենք, մեկին վիդիցելի բանը պարտիզանական դուրը չի եկել, մեկին շալվարն է վրան մեծ եղել, մեկին գլխարկն է փոքր եղել, ու դա դառնում է, որ մեր բանակը վատ բանակ է եղել։ Ոնց կարա տենց Ես նման բան ասացի։ Ձեր մասին չեմ ասում, ձեւ ոչ է։ Դե պետական պաշտոնյաների վարքի մասին դուք արդեն էսպես թե այնպես գիտեք, էլի։ Մենակ այդ չեն հայտարարել։ Արցախը Ադրբեջանել են հայտարարել, ինչ էր էլի ամենը։ Ես որպես փոխնախարար դժգոհ էի մեր բանակից։ Այնպես չի որ որ ամեն ինչ լավ լիներ, ելք էին գնում աշխատանքի, ելք էին այդքան գրիվ տալիս, ելք էին այդքան պահանջում, ելք էին այդքան բանանում, գիշեր ցերեկանում եւ այլն, որ ամեն ինչ լավ լիներ։ Բայց ինչի այսօր ամեն ինչ լավ է։ Ոչ։ Հուսով եմ, որ աշխատում են։ Ինչի վաղ ամեն ինչ լավ լինելու, ՆԱՏՕ-ի բանակում ոչ մի խնդրեմ չկա, Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս միլիարդավոր խնդիրներ կան։ Բայց որտեղ եք տեսել, որ ասենք ինչ որ մի հատ ՃԿԼԱՍ-ի հրամանատար վեր կենա սկսի տենց խոսալ։ Ինչից եկանք սրան։ Գլխին կտան կտանեն կնստացնեն։ Արդարության զգացողությունից, արդարադատության պահանջից։ Արդարադատության պահանջից եւ արդարության զգացողությունից։ Բազմաթիվ մարդիկ դրանք միայն քարոզչական չէին, էլի մենք էլ ենք այս հասարակության մեջ ապրել եւ բնավ այնպես չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակում գրել է, որ այստեղ կամ այնտեղ կոռուպցիա կա, դրա համար մենք ասել ենք, կա, բայց երբեք չենք տեսել այդ կոռուպցիան։ Ես փոխնախարար էի, իմ եղբոր տղան բանում 3-րդ պաշտպանական շրջանում խրամատում կանած, որ գնացել են տեսել չէին հավատում։ Նախ ուշ են իմացել, հետո չէին էլ հավատում։ Դա հիմա այդ չհավատացողներին ես ինչ անեմ, երթվեմ կամ ես մեկը մարդը չի հավատում։ Հասկանում եք, ես որ ասում եմ այդ քարոզչական տեղեկատվական տերորով բանը հանրապետական իշխանության ժամանակ այնքան կեղծիք էին լցրել մարդկանց ուղեղները, դե 50-50-ները ցույց տվեք, կարմիր գծերը ցույց տվեք, դե այդ սոված զինվորներին բերեք, ասեք ապրիլյանի ժամանակ սոված էին։ Դե մի հատ սոված զինվոր բերեք, թող վեր կենա, ասի ես ապրիլյանի ժամանակ սոված եմ եղել։ Այդ կարդացածը թերթում կամ կայքում էշ որ գրել են եւ իրականությունը տարբեր է, բայց նույնիսկ չի որ իրականության ժամանակ խնդրեմ չի եղել։ Սա արդեն մասնագիտական մասով։ Երբ հիմքեր կա։ Եթե որևէ հիմք չկա, քարոզչությունը, առավել եւս սև PR-ը երբեք չի կարող գործել։ Ես ասացի, որ հիմք չկա։ Իհարկե հիմք կա։ Այդ հիմքը ինչ մասշտաբի եղել, որ 10-օրյա հատվածում 13-ից 23 ապրիլի Նիկոլ Փաշինյանը կարողացել է 100,000-ի մոտ մարդ հավաքել։ Այսինքն այդ բոլորին բերել են արտաքին խաղացողները, այնտեղ եղել են Թուրքիայից եկած մարդիկ, Ռուսաստանից եկած մարդիկ եւ ովքեր են եղել այդ մարդիկ, ոնց մարդիկ եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք այո, հետո մոլորվել են։ Բավարար այդպես այն չի, հենց առաջին օրը չեն գնացել, երկրորդ օրը չեն գնացել, 100,000 մարդու հանրապետականի իշխանության օրոք հնարավոր էր խփել։ Հրաժարականից հետո են գնացել շատերը։ Վախից էր, որ չէին գնում։ Այսինքն Սարգսյանը հրաժարական տվեց, նոր որոշեցին գնալ։ Վախից չէ։ Դուրս եկան փողոց, զգալով նոր իշխանության շունչը։ Այսինքն նախկինից այնքան էին վախեցած, որ մինչև Սարգսյանի գնալը չէին ուզում գնալ։ Վախեցածության խնդիր չկա։ Վախեցածության խնդիր որ լիներ, այդ դրսում այդ 3-4 հազար մարդն էլ չէր լինի, հա։ Խնդիրը այլ բան է, տեխնոլոգիաներն են այդպես։ Ու ցանկացած գրականություն վերցնեք, նայեք, այդպես է տեխնոլոգիաները։ Դրանք զնագնդի էֆեկտով սենց մեծանում են։ Որոշակիորեն իդենտիֆիկացրեցինք։ Հիմա ամենաառանցքային հարց։ Բոլորս հասկանում ենք, որ
վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանին պարտադրվել են լուծումներ, որոնք բազմաթիվ դեպքերում ճնշող մեծամասնությամբ չեն բխում Հայաստանի Հանրապետության պետական շահերից։ Հաշվի առնելով բազմաթիվ եւ տարածաշրջանային եւ միջազգային գործընթացներ։ Եվ անգամ մենք որևէ մեկը գոնե թե բանական մտածող մարդկանցից չէր պատկերացնի, որ Իլհամ Ալիևի քաղաքականությունը կարող է մեզ հանգեցնել նրան, որ ինքը իր սպառնալիքներով պարտադիր մեզ ընտրել այս կամ այն մարդուն Հայաստանի Հանրապետության իշխանության, որտեղ ստացվում է այսպես, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, դա տոտալ պատերազմ է Ադրբեջանի հետ նոր, եթե ինքը ընտրվի, այ հավանականություն այդտեղ կա, որ խաղաղություն կարող է լինել։ Ինչ է սա, եթե ոչ միջամտել երկրի ներքին գործերի, ես չեմ կարող ասել, ուղիղ միջամտություն է։ Բայց ինչ այլընտրանք, ռացիոնալ այլընտրանք կարող է առաջարկել ընդդիմությունը, որը այս սպառնալիքը կամ-կամի, դե կամ-կամները, ծայրահեղությունները մեր մոտ վերջին տարիների ընթացքում շատ զարգացած են, որ այս ծայրահեղության ընտրությունը չկատարի ժողովուրդը, որովհետև ինքն էլ է ասում, բոլոր նրանք, որոնք կընտրեն ընդդիմադիրներին, կտանեն Հայաստանը ռևանշիզմի եւ պատերազմի։ Իսկ եթե ինձ, ուրեմն հավերժ խաղաղություն, երջանկություն եւ երկար տարիների կյանք։ Լոջան, եթե ինձ կարողանաք բացատրեք, ինչ է նշանակում Նիկոլի այն հայտարարությունը, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ես էլ ձեզ նույն տրամաբանությամբ կբացատրեմ, թե ինչ է նշանակում, որ եթե ԿՊ-ին չընտրեք, պատերազմ կլինի։ Շանտաժ, սովորական շանտաժ։ Ես էլ ասում եմ, եթե ԿՊ-ն ընտրվեց, մի հատ էլ է պատերազմ լինելու։ ԿՊ-ին 18 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրեց ժողովուրդը, ապրիլյան ներողություն 44 օրյա պատերազմ եղավ։ ԿՊ-ին 21 թվին ընտրեց ժողովուրդը, եւս 2 պատերազմ եղավ, 3 պատերազմ։ Այդքան կորուստներ։ Հիմա Նիկոլն եկել է ասում, ինձ ընտրեք, թե չէ պատերազմ կլինի։ Նորմալ մարդ, բանական մարդ, քիչ թե շատ մտածող մարդ, շանտաժի չի ենթարկվող մարդ։ Երրորդ անգամ կգնա իր ձեռքով ԿՊ կընտրի։ ԿՊ-ի բոլոր պաշտպանության նախարարները տարածքներ հանձնած մարդիկ են։ Բանակի ռեֆորմից են խոսում։ Այսինքն մենք այնքան ենք տրամաբանություններից դուրս թռել մեր քաղաքական համակարգը, որ հիմա ոչ մի ռացիոնալ բացատրություն չկա։ Դրա համար եմ հարցը ձեզ որոշ մասով վերադարձնում։ Եթե դուք ինձ բացատրեք ինչ է նշանակում կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ես էլ կփորձեմ այդ նույն լոգիկայով բացատրել, թե ինչ է նշանակում ԿՊ-ին ընտրեք, թե չէ պատերազմը կսկսվի։ Հիմա ամեն իրավիճակում, անգամ ամենածայրահեղ, կան լուծումներ, որովհետև բացառել լուծումները կնշանակի նիհիլիզմով տարապել եւ գնալ Հանրապետականը եթե լիներ իշխանության 18 թվականից հետո 44 օրյա պատերազմը չէր լինի։ 100%-ով եմ ասում։ Հանրապետականը եթե 21, ասինքն լավ, Նիկոլը չլներ։ Ազգային ուժերը լինեին 21 թվականից հետո Արցախի այդ մնացած մասը խաղաղապահներով։ Այսօր կլներ այնպես որ ինչպես որ կա ջերմուկի վրա եւ իշխանասարի վրա ոչ մի ռազմական ոչ էլ ներքին հանդիպությամբ ադրբեջանցիները չէին մխրճվի Հայաստանի Հանրապետության տարածքների մեջ, սուվերեն տարածքների մեջ, այսօր էլ մեծ պատերազմով չէին վախեցնի։ 2026-ին ուզում էիք ապագայի թվականին, երբ որ ազգային ուժերը, այդ նաև հանրապետականը վերադառնան իշխանության եւ վերաձևավորեն ազգային օրակարգ, հնարավորություն կա նաև արտաքին մեր դաշնակից ուժերի հետ միասին, չեմ ասում դաշնակցի, ասում եմ դաշնակից ուժերի հետ միասին վերականգնել տարածաշրջանում բալանսը, որովհետև այնպես չի, որ բոլորին դուր է գալիս այն, այսպես ասած, չարաճճիությունները կամ այն կամակորությունները, որ արվում է Ադրբեջանի կողմից, Ո՞նց դուր գալի է դել ֆիքսենք։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգներին դուր չի գալիս։ Ֆրանսիա, Իրան, Հնդկաստան։ Դե բոլորին ստացվում է դուր չի գալիս, էլի խոշոր հաշվով։ Եվ ում ձեռքով դա պետք է անեն, եթե ոչ Հայաստանի։ Այսինքն դառնան գործիք մեծ տերությունների ձեռքում, բա։ Դառնան գործընկեր։ Հիմա գործիք չենք Ադրբեջանի ձեռքում։ Չգիտեմ։ Գործիք ենք դա։ Ում է թե միշտ են եղել գործիք բոլորի ձեռքում։ Ոչ։ Գործընկերն ուրիշ բան է, դու այս բանն արա, ես էլ այս բանը կանեմ, դա չի նշանակում որ դու իմ գործիքն ես, որովհետև մենք միասին ինչ որ մի ընդհանուր Որն է այն ընդհանուր հատման կետը, որը միաժամանակ կարող է ստիպել Հնդկաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային կամ ընդհանուր Եվրամիությանը օգտակար լինել Հայաստանին
բավարարել Հայաստանի ազգային շահերը, ոչ թե պետական, ազգային շահերը։ Ասեմ, երբ որ դու մի պարագայում նոյեմբերի 9-ով ասում ես Ռուսաստան արի դու ես ճանապարհը վերահսկի, բարձա չէ կամ պետություններ, որոնք ասում են ես չես անում, դուրները չի գալիս։ Ասում ես դե ինչ անեմ, ուրիշ ճար չունեի։ Հետո անցնում է որոշակի ժամանակ իրադարձություններ, բան, հետո գալիս ես Ամերիկային ասում ես չէ, արի հիմա դու վերահսկի։ Հետո էլի պետություններ կան, որ ասում են ես չես անում, ասում ես դե ինչ անեմ, ճար չունեմ, բան, ուրիշ չկա, ստիպված եմ արել։ Ասում են դու գիժ չես, էսի չես անում, քո տարածքի տեսի չես անում, մենք քեզ ոնց վստահենք։ Այդ բոլորին միասին ձեռա տալիս, որ Հայաստանը լինի այդ սուվերեն տերը։ Այդ ճանապարհ հաղորդակցության ուղի, անուն ինչ ուզում եք դրեք, բացի Միջանցքից։ Հայաստանը երբ որ տերն եղավ, Ռուսաստանն էլ, Միացյալ Նահանգներն էլ, Ֆրանսիան էլ, Թուրքիան էլ։ Միջին Ասիայում տեսակ Գաբալայում թուրքական պետությունների հերթական համաժողովին ինչ դեկլարացիա ընդունեցին, դեկլարացիա ոնց էր Զանգեզուրի Միջանցքը sense կարմիր գծով գնում, ինչ հայտարարություններ է հնչում շատ ու շատ։ Ինչ ասում Պակիստանը, ասում է մենք Հայաստանի հետ ինչ որ դիվանագիտական բաների մասին խոսենք այն դեպքում, երբ որ Ադրբեջանի հետ ինքը իր խնդիրները լուծի, երբ որ ադրբեջանցիները մեզ ասեն, որ օքեյ է։ Հայաստանը գնում է ճանաչում է Պաղեստինի անկախություն։ Պարզվում է, որ Թուրքիայի խաթր են կարել։ Արաբական աշխարհը ոչ մեկ մեզ շնորհակալություն չհայտնեց, արևմտյան Իսրայելի դաշնակից պետություններն մնացին զարմացած։ Այդքան տարի չէիք ճանաչել, հիմա խի ճանաչել։ Ադրբեջանը 92 թվին է ճանաչել, բայց խնդիր չկա, Թուրքիան ճանաչել խնդիր չկա, ասենք բոլորը ճանաչել են խնդիր չկա, մենք 145-րդ պետությունն ենք ել, բայց այնքան վատ ձևով է արվել, որ հիմա բոլորը ասում են, որ ես չեմ հավատում, բայց դրսի մեր գործընկերներս ասում են ինչ ես հավատում, Թուրքիայի խնդրանքով արել։ Այն մյուսը խորանում ես խնդրի մեջ, տեսնում ես, որ ինչ որ մեկի ուրիշի խաթր են, մյուս ուրիշի խաթր են, մյուսը Ռուսաստանի խաթր են, մյուսը Ամերիկայի խաթր, մյուսը Անգլիայի խաթր, բայց լավ Հայաստանի շահը այդքան կբավարարի բոլորին վաճառես, ինչա թե քեզ բոլոր կողմերից պաշտպանեն, ասեն հա կոմպլիմենտար քաղաքականություն։ Դա կոմպլիմենտար քաղաքականություն չի։ Դա ընտանիքի վերջին ռեսուրսները տանես հայաթում խմող ընկերների հետ խմես, որ հետո ընտանիքը արդեն չիմանա թե ոնց է գոյատևելու։ Պետության հաշվին ես դու անում դա։ Քո պետության ռեսուրսներն ես տանում, բաժանում, անունները, որ ասենք քեզ բարև տան դրսում։ Արժե դա։ Տենց իշխանությունը պահում են նորմալ երկրներում։ Կարծում եմ մեր հասարակությունը ամբողջական եւ համապարփակ խորը գիտակցություն չունի ինչ ասել է իշխանություն եւ ինչպես են իրականում պահում իշխանությունը։ Եկեք հասարակությանը չմեղադրենք, պահելու մասով լիքը բան հասարակությանը չմեղադրենք, միակ բանը, որ մենք չպետք է անենք, դա հասարակությանը մեղադրելն է։ Չի կարելի մարդկանց մեղադրել։ Մարդը ես չեմ գնում, չէ, ավտոբուսի վարորդին մեղադրում, ասում լավ չես մեքենա վարում։ Ինքն էլ ինչ չպետք է հարցնի դու ոնց ես երկիրը։ Ես քեզ վստահել եմ, նստել եմ քո ավտոբուսը, դու էլ ինձ վստահի, ես երկիրը դուրս եմ բերելու այս վիճակից։ Ես նկատի ունեմ քաղաքական ուժ 2018 թվականի ընտրություններ հեղափոխությունից եւ 2020 թվականի պատերազմից հետո կարծում եմ հասարակությունը միշտ կհարցնի, քեզ ով է առհասարակ թույլ տվել, որ դու այդ ավտոբուսի ղեկին նստես։ Ում հարցնի։ Ավտոբուսի ղեկին նստածին, այո։ Ես խոսքում եմ քաղաքային տրանսպորտի ավտոբուսի վարորդին։ Իսկ դրա քաղաքական վարորդի մասին եմ խոսում։ Քաղաքական վարորդին, որպեսի հարցնես, դու գոնե իր գիտելիքի կեսի չափ պետք է գիտելիք ունենաս, որ կարողանաս գնահատես։ Հիմա եթե ես գնամ բանը քվանտային ֆիզիկայի մասնագետից սկսեմ քննություն վերցնել կամ հարցեր տալ, հետո որոշել, չէ, սա լավ մասնագետ չի, ես իմ որոշման մեջ ճիշտ կլինեմ։ Այդ քաղաքական ավտոբուսի վարորդը իմ կյանքի պատասխանատուն է, թե ոչ։ Այո։ Ոնց կարող եմ չհարցնել այդ դեպքում գիտելիք ունենամ, թե ոչ։ Դրա համար քաղաքական ավտոբուսի վարորդը եւս պետք է իր կենսագրության մեջ ապացուցած լինի որոշ բաներ, ոչ թե այտենց նոր տղայա ջահել սիրուն բան ոչ մի պաշտոն չի ունեցել, լավը կլինի։ Դա այդքան փորձել ենք, բոլորը տարել են վարի են տվել։ Էսա ԿՊ-ն, սա ջահել, սա ոչ մի կենսագրություն անգամ չունեն։ Կրթությունն էլ շատերի մոտ դպրոցից հեռու չի գնացել։ Ինչպես վարվի հասարակությունը պարզապես Հասարակությունը 2026-ին գալով ամփոփման, ինչ անի 2026-ին։ Հասարակությունը լսի բոլորին,
անջատի այդ հիմար քարոզչական ռադիոն, ոչ նախկին, ոչ ներկա, թող նախկիններին էլ լսի, թող ներկաներին էլ լսի, Նիկոլին ոչ թե ասի մի լուծումները դե որ ասում ես խաղաղություն, էլ մի հատ բացատրի այդ ոնց ալնել, էլի։ Այդ որ ասում ես սա, էլ մի հատ բացատրի, որ ասում ես ասֆալտ, էլ մի հատ արի տեսես ասֆալտա, թե քարոքան դեղացեսի ինչը։ Այսինքն այդ սուտը դնի մի կողմ, կարողանա սուտը ճշմարտությունից տարանջատել։ Նոր հետո վստահ գնա քվեարկության։ Դու վստահ գնա Նիկոլին ընտրի, մենք էլ ասենք ժողովուրդ, դու ես որոշել, որ պետքա պետությունը կործանես, այլևս ոչ մեկից, ոչ ռուսից կնեղանաս, ոչ թուրքից կնեղանաս, ոչ ամերիկացիներից, ոչ էլ բրիտանացիներից, ոչ հնդիկներից, ոչ պարսիկներից, ոչ մեկից չնեղանաս այլևս։ Որտեվ դու ես այսքան տարի անկախություն չես ունեցել, ունեցար, բան ասեմ։ Հрьяաները լավագույն օրինակն են մեր համար Իսրայելը։ Ոնց են դողում իրանց անկախության համար։ Ես խոսում եմ սովորական հрьяայի մասին, այս չի որ Նավթալի Բենետի պատմածները սաղ իրանք հասկանում են ինչ ասում, այս չի որ գնում են Նաթանյահուին ասում են բիբի արել մեծ պատմի տեսնենք դու այս հարցը ոնց պետք է լուծես կամ այս մյուս հարցը ոնց պետք է լուծես կամ գնան ասեն Բենի Գանց, այ որ դու ուզում ես գաս բիբիին փոխարինես, հələ մի հատ արի տեսնենք, ասենք Խզբոլայի հարցը դու ոնց ես լուծել։ Չէ։ Մարդիկ ունեն քաղաքական համակարգ, քաղաքական մշակույթ, լուծումների եւ հավասարակշռությունների մեխանիզմը պատկերացնում են ու յուրաքանչյուրը քվեարկում է իր համոզմունքով մոտիվացված, ոչ թե սա օրը փորձտեղենա նա կերուսկնիկնա նա, չգիտեմ ով է, նա էսա նա այնա։ Կամ սա նախկիններից չի, ուրեմն լավը կլինի։ Չի կարելի տենց չհիմնավորված դա քաղաքական որոշում է։ Յուրաքանչյուր ընտրող ինչի են ընտրության իրավունքը մտցրել աշխարհում, որ անհատ մարդը քաղաքական իր կյանքում որոշակի պարբերությամբ քաղաքական որոշում կայացնելու իրավունք ունենա։ Ես որ Տարա բյուլետենը գցեցի, որ այս իմ վստահությունն է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ես կայացնում եմ քաղաքական որոշում։ Իմ կյանքի այդ փուլի հաջողությունները, ձախորդությունները, անհաջողությունները տնօրինելու որոշ մասը իրավունք տալիս եմ նաև Դավիթ Գրիգորյանին, Պողոս Պողոսյանին, Կիրակոս Մարտիրոսյանին, այսինքն իմ քաղաքական որոշումն է։ Հետևաբար դրա համար պետքա պատասխանատու լինել։ Մարդն է կայացրել այդ որոշումը։ Եվ Նիկոլի ընտրողները նաև Նիկոլի հետ պատասխանատու պետքա լինեն։ Հանրապետականի ընտրվածները ժամանակին այսօր կարան հստակ ասեն, որ իրանք SSS հարցերում չեն սխալվել, SSS հարցերում սխալվել են ասեն։ Այսօր կարան, այսինքն յուրաքանչյուր մարդ իր քաղաքական գործողությունները պետքա անալիզի ենթարկի, որովհետև ինքը դրա մասնակիցն է։ Պարոն Զաքարյան, շատ շնորհակալ եմ։ Ես վստահ եմ, որ թեպետ թվում է, թե մենք ապագայի մասին միշտ պիտի խոսենք, բայց հավատացեք, այդ թվում նաև շփումները հեռուստադիտողների եւ առհասարակ մարդկանց հետ ստիպում են, որ իրենք հարցերի պատասխանները ստանան, որ ավելի ճշգրիտ որոշում կայացնեն քաղաքական 2026 թվականին, որովհետև նախկինում չբացված, չտրված պատասխանները վաղը կասկած են առաջացնում իր որոշման կայացման հետ կապված։ Դրա համար մենք նախկինի բոլոր բացերը պիտի լրացնենք, որ կարողանա մարդը հնարավորություն։ Նախկինի բացերը այո, պետք է լրացնել, բայց մասնագիտական եւ գիտական վերլուծական շրջանակներում քաղաքական իմաստով նախկինի վերլուծությունները, նախկինի բազայի վրա պետքա կառուցել ապագան։ Ես եւ հանրապետական կուսակցությունը, այդ թվում նաեւ ես, որպես կուսակցության ներկայացուցիչ, մեր բոլոր անալիզների բանի արդյունքում մենք գիտենք, եթե եւս մեկ անգամ եւս մենք վերադառնանք իշխանության, մենք ինչ չենք անելու։ Բայց գիտենք նաեւ ամենակարևոր հարցը, ինչ պետք է անել, որովհետեւ ինչ չանելը դա դեռ չի նշանակում, որ գիտես թե ինչ պետք է անես։ Սրանք չգիտեն ինչ պետք է անեն։ Եվ սրանք չգիտեն թե եթե օրինակ Արցախյան հարցը հիմա սենց հետ պատտես, տանես 18 թվական ԿՊ-ին բերես, նույն սխալները նույն կերպ անելու, որովհետև դա իրանց համար սխալ չի, դա իրանց համար պատվեր է տրված այն ուժերի կողմից, ովքեր որ իրանց բերել են իշխանություն։ Շնորհակալ եմ շատ ձեր կարևոր ռեսուրսը ժամանակը մեզ տրամադրելու համար։ Մեր հեռուստադիտողին հիշեցնում եմ, որ ՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էր մեր եթերում։ Շարունակում ենք։